Գիտեք ինչ, անգամ դիվական աշխարհը ճանաչում է հավատացյալներին։ Անգամ դիվական աշխարհը վախենում է հավատացյալներից։ Ինչու՞, ոչ թե մեր արտաքինից է վախենում, այլ մեր միջինից է վախենում։ Այդպեսի դեպք եղել է Մասիվում։ Մեր Արտուր աղբերը կենթանի վկա, ինքն է պատմել։ Ուրեմն, ինչքան գիտեմ, ձեր խմբից է եղել այդ քույրիկ Արտուր։ Ասում ասենց մայթով գնալուց է եղել այդ քույրիկը, ձեր խմբից է չէ եղել։ Վերջը, մեկ էլ ընդեղից մի դիվահար կին է եղել, հիվանդ, դեպո բռնված, բազարի մոտ։ Ու այդ մեր քույրիկը իր մեջ ասելա, այ քեզ բան, էլի, ես հենց ընձին պտի ռաստ կար, դեմ դիմաց, դե հիվանդ կին է, կարող է խփեր, կարող է վիրավորեր։ Իր մեջ մեր քույրիկը, հոգով մկրտված, ջրով, մտածում է անցնի մյուս մայթը։ Ուրեմն երբ որ անցնում է մյուս մայթը, այդ դիվահարը գիտեք ինչ ասում։ Դու ասում ամբողջ աշխարհը ձեզանից է վախենում։ Ասում է դու ինձանից ես վախենում։ Էդի որ Արտուր աղբերը պատմեց, ասում են Տեր Աստված։ Երանի մենք հասկանանք ինչ շնորհք Աստված մեզ տվել։ Ասում են Տեր, երանի մեզ բացվի այն իշխանությունը, այն զորությունը, որ քեզ տրված է, սիրելի եղբայր քույր։ Բայց հակառակորդը լինում է ժամանակ, սենց կարծես մտցնում է մի տուպիկ, մերկու հատ էլ մեղքեր է բերում քեզի սենց ցույց տալիս, ասում է դու մեղավոր ես, բերանը չբացես հանգարց։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսն ասում է նեղության օրը դու ինձի կանչի, օրհնյալ լինի Աստված։ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, չի ասում գնացեք ինձանից բոլոր հոգնած ու բեռնավորվածներ։ Եղբայրներ քուրեր, աշխարհը հոգնածից ու բեռնավորվածից հոգնել է արդեն։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը, քո Աստվածը, քո Փրկիչը, ինքը ասում է դու ինձ արի, դու իրան կարած գաս միայն աղոթքով, դու իրան կարած գաս քո ամբողջ սրտով։ Ես ես մի համարներ պետք է կարդամ եւ պետք է գանք աղոթքի։ Մատթեոս ավետարանի մեջ 6-րդ գլխի մեջ մի հիանալի ձև, բանաձև ասեմ, վերջը Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորացնում է դա եղբայրներ քուրեր։ Գրված ասում է ու երբ դուն աղոթք կանես, գիտեք ինչ, ուղակի շեշտակի ասա։ Տեր Հիսուսն ասում է դու երբ որ աղոթք կանես, մտիր քո ներքին սենյակը, դուռը գոցի քո հետևից եւ աղոթք արա քո երկնավոր հորը եւ ասում Աստված որ գաղտուկը կտեսնե քեզ հայտնապես հատուցում պտինե։ Գրված է Մատթեոս 6-րդ խոսքից է դա ասում։ Գիտեք ինչ, շատ ամենապարզ, ոնց որ սենց հասկանալին սա է։ Մի տեղ առանձնանալ, վերջը ցունքի գալ, սիրտը բացել Աստծո առաջ, աղոթել, այնպես որ չխանգարեն ոչ մեկ եւ այլն։ Եվ Աստված որ տեսնի քո գախնին, այսինքն տենց չէ որ ալենի հելն